Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք բազուկի ճավը ամենահամեղ տարբերակով։ Սա իմ ամենասիրելի տարբերակներից մեկն է։ Դե ինչ սկսենք պատրաստելը։ Նախապես ջրին ավելացրել եմ 3 ճաշի գդալ խնձորի քացախ, այնուհետև բազուկի ճավը դրել ջրի մեջ։ Թողել եմ մնա 10-ից 15 րոպե եւ հետո լվացել հոսող ջրի տակ։ Կարևոր է մեկ անգամ ամբողջությամբ այդ ջուրը թափել քացախաջուրը, այնուհետև հոսող ջրի տակ նոր լվանալ։ Լվացել եմ, արդեն իսկ պատրաստ է։ Հիմա կկտրտենք փոքր մասերի, ինչքան որ ցանկանում եք, այնքան փոքր կտրտեք, ահա ես այս չափի եմ կտրտել, այս չափը հարմար է, ավելի արագ է խաշվում այս չափի կտրտած։ Նախապես ջուրը եռացնում ենք եւ տեղափոխում ենք բազուկի ճավը եռացող ջրի մեջ։ Խորհուրդ կտամ սառը ջրով չանել, երբ որ սառը ջրի մեջ եք լցնում եւ այնուհետև եռացնում։ Այս դեպքում ավելի լավ է եռացող ջրի մեջ ուղղակի տեղափոխել բազուկի ճավը եւ եփել։ Երկար չենք եփելու, երկար չենք խաշում, որովհետև երկար խաշելու կամ եփելու ընթացքում արդեն իսկ կորցնում է իր օգտակար հատկությունները։ 2-ից 3 րոպե եռալուց հետո տեղափոխում ենք այսպիսի ցանցի վրա, որպեսզի ամբողջությամբ ջուրը քամվի։ Նախապես թավան տաքացնում ենք եւ ավելացնում ենք 20 մլ բուսայուղ եւ 30 գրամ կարագ։ Այնուհետև ավելացնում ենք 1 գլուխ սոխ։ Իմ մոտ փոքր չափի սոխ է, կարող եք 2 գլուխ սոխ ավելացնել կամ այնքան ինչքան որ ցանկանում եք, այնուհետև սկսում ենք տապակելը։ Տապակում ենք այնքան ժամանակ, մինչև կստանա մի փոքր վարդագույն երանգ եւ հետո ավելացնում ենք բազուկի ճավը։ Տեսեք գույնը ինչքան գեղեցիկ է, պահպանված է գեղեցիկ գույնը, քանի որ եռացող ջրի մեջ էինք ավելացրել, այլ ոչ թե սառը ջրում եփել։ Շատերս գիտենք բազուկի օգտակարության մասին, այն հարուստ է օգտակար միկրոտարերով, վիտամիններով, միներալներով, օրգանական թթուներով։ Հարկավոր է ավելի հաճախ օգտագործել մեր սննդակարգում այս հիանալի ուտեստը։ Դե ինչ, հիմա կավելացնենք աղը, աղն ավելացնում ենք այնքան, ինչքան ձեր քիմքին է հաճելի, ավելացնում ենք պղպեղ, ես պղպեղ ուղղակի թարմ աղացել եմ, կարող եք ավելացնել 1 թեյի գդալ։ Մի լավ կխառնենք եւ այնուհետև պետք է ավելացնենք ձուն։ 3 ձվի վրա ավելացրել եմ մի փոքր աղ, հարել, այնուհետև ավելացնում ենք բազուկի ճավին։ Մի լավ խառնում ենք եւ մեր հրաշալի առողջարար ուտեստն արդեն իսկ պատրաստ կլինի։ Սիրելիներս, եթե հավանում եք տեսանյութերը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, նաեւ թողնել մեկնաբանության դաշտում ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալություն, որ դիտում եք իմ տեսանյութերը, շնորհակալություն նաեւ ձեր մեկնաբանությունների համար։ Արդեն իսկ պատրաստ է, կտեղափոխեմ մատուցվող ափսե եւ չենք մոռանում այս հիանալի ուտեստը, որ պետք է համտեսենք սխտորի եւ մածունի թանձրուկով։ Ես սիրում եմ այս տարբերակով, կարող եք մեկնաբանություններում գրել նաեւ ձեր պատրաստման եղանակը։ Շնորհակալություն, որ դիտեցիք, ցտեսություն, կհանդիպենք շուտով։